Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած բռնությունները 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ էին, ծանր զինտեխնիկայի կիրառում, զոհեր, անգամ քաղաքացիների շրջանում։ Էսկալացիան առավել պարզ դարձրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում զարգացումները պահանջում են լինել զգոն, շարունակել պնդել հրադադարի ռեժիմի խիստ պահպանում եւ շարժվել դեպի խաղաղ գործընթաց։ Հատկապես պետք է դադարեցվի քաղաքացիների տիրախավորումը, ասել է եվրոպացի պաշտոնյան, ընդգծելով, որ պետք է ընդլայնել անվտանգության միջոցառումները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները։ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Եվրամիությունը հնարավորին չափ լայնորեն պետք է ներկայացված լինի այդ երկրում։ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նման տեսակետ է հայտնել եվրապատգամավորներից Լեհաստանը ներկայացնող Մարեք Յուրեկը։ Մենք գիտենք, թե իր պատմության ընթացքում որքան է տառապել այս ժողովուրդը։ Խոսքը միայն 100 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանության մասին չէ։ Խոսքն 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Հայաստանի անկախության դրամատիկ նվաճման մասին է, նշել է Յուրեկը, որը նաեւ խոսել է սեփական երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքի մասին։ Եվրախորհրդարանի կանաչների խմբի փոխնախագահ իսպանացի падգամավոր Խոսե Մարիա Տերիկա Բրասը պահանջել է ներառել Լեռնային Ղարաբաղը խաղաղ բանակցություններում եւ կոչ արել միջազգայինորեն ճանաչել Արցախը, հիմք ընդունելով 1991 թվականի ժողովրդավարական հանրաքվեն, ինչպես նաեւ Ղարաբաղի գործող ժողովրդավարական ինստիտուտները եւ հարգված դատական համակարգը։ Եվրախորհրդարանի падգամավոր ԵԺԿ խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրոստետը գրավոր հարց է ներկայացրել, ցավ հայտնելով քաղաքացիական զոհերի համար եւ խնդրելով Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին միջոցներ ձեռք առնել ամրապնդելու եւ պահպանելու հրադադարի ռեժիմը։ Եվրախորհրդարանի падգամավոր Խորտի Սեբաստիան եւս դիմում է ուղղել Եվրամիության Գերագույն հանձնակատարին, ընդգծելով Ղարաբաղի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի իրագործած վայրագություններն ու խնդրելով Եվրամիությանը դադարեցնել երկուստեք կոչերը այն իրավիճակում, երբ պարզ է հանցավոր կողմը։ Ավելի վաղ հայկական ավելի քան 520 կազմակերպություն համատեղ կոչով դիմել էր Եվրախորհրդարանին, պահանջելով դատապարտել Ադրբեջանի բռնություններն ու այդ գործում Բաքվին աջակցող Թուրքիային։ Համատեղ փաստաթուղթը Եվրախորհրդարանի падգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա, հատուկ ընդգծելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված եւ հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների եւ ծերերի դեմ։ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ խորհրդարանական հաջորդ հարթակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, որն ապրիլի 21-ի լիագումար նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան անունով փաստաթուղթը, որի հեղինակը ֆրանսիացի падգամավոր Ֆրանսուଆ Ռոշբլուանն է։ Դավիթ Սարգսյան, Առաջին ալիք։